Սիրելի արաբցիներ, բարև ձեզ, երևանցիներ, ես Արման Թաթոյանն եմ, միացության թվերի թիմը այսօր արաբկիրում է, մենք այսօր առավոտյան Վարդենիսում էինք, այնտեղ հանդիպումներ ունեցանք մարդկանց հետ, մեր քաղաքացիների հետ, այսօր հիմա արդեն արաբկիրում ենք, ուզում եմ հատուկ մի քանի ուղերձ ասել, այս ընտրությունները պատմական նշանակության ընտրություններ են, սիրելի քաղաքացիներ, և ժողովուրդ ջան, մենք միասին բոլորով որոշելու ենք մեր երկրի ապագան։ Մեզ համար կարևոր որոշում պետք է կայացնենք, թե ովքեր են առաջիկա 5 տարիներին և դրանից հետո ղեկավարելու մեր երկիրը։ Մեզ համար կարևոր է, որպեսզի մեր երկրում Մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի, որպեսզի Հայաստանում իշխանության լինեն մարդիկ, որոնք իսկապես մտածում են ժողովրդի մասին, որոնք իսկապես կարող են։ Այսօր այնպես է ստացվել, որ խնդիրները շատ են մեր երկրում։ Դրանք նաև տարիների կուտակված խնդիրներ են։ Եվ այդ խնդիրները ես հասկանում եմ, որ նաև այդ խնդիրները հուսախաբ են արել մեր ժողովրդին։ Շատ հարցեր կան, որոնք իսկապես մարդիկ այսօր այնպես է ստացվել, որ հույսը կորցրել են շատ տեղերում և պատճառներից է նաև դրա, որ տարիների մեջ տարբեր պաշտոնյաներ եկել գնացել են խոստումներ են տվել մարդկանց, բայց հետո չեն իրականացրել այդ խոստումները, ամեն մեկը պաշտոնա ստացել, բիզնես ա դրել իրան, իր ազգուտակինը փորձել տեղավորել։ Ես հատուկ ասում եմ, որ մենք դրա վերջը պետք է դնենք, մենք իսկապես պետք է ունենանք այնպիսի երկիր, որտեղ պաշտոնյան մտածում է մարդու մասին և ոչ թե դրա մասին, թե ինչպես ինքն իրեն հանգստացնի։ Սիրելի հայրենակիցներ, այսօր այս ընտրություններում նաև շատ են մարդկանց վախեցնում։ Երկու տեսակի հիմնականում տարբեր տեսակի այս վախեր են տարածում։ Իշխանությունը տարածում է մարդկանց սպառնում է ընտանիքի անդամներով։ Մեկը մի տեղ է աշխատում, գտնում են մարդկանց, փորձում են համոզել, ասում են իրենց ինչ կա, քրոջդ գործից կհանենք, եղբորդ գործից կհանենք, հորդ գործից կհանենք եւ այլն, ընտանիքի անդամներով են նեղում մարդկանց։ Ու մի ուրիշ դեպքում պատերազմով է սպառնում մարդկանց։ Ես չեմ կարող պատկերացնել երկրի ղեկավար, որ պատերազմով է սպառնում իր ժողովրդին։ Սա նշանակում է ինչ։ Սա նշանակում է, որ երկրի անվտանգության համակարգը այնքան է ձախողված, որ կարող է երկրի ղեկավարը, որը դրա հետ պատասխանատուն է, սպառնալ պատերազմով, բայց սա ինչ է նշանակում, որ չկա կարողություն անվտանգության համակարգը ձևավորելու, զարգացնելու։ Ոչ միայն կարողություն չկա, այլ ես մտածում եմ, որ հատուկ էլ այդպես արված է, որպեսզի հիմա այս վիճակում դնեն մեր ժողովրդին, իրականում ես դա անվանում եմ շանտաժ, որովհետև հենց հիմա այդ վիճակով դրանով է զբաղված Հայաստանի իշխանությունը։ Գիտեք, մի բան եմ ուզում ասել։ Մեր վերաբերյալ այս վերջերս նաև հաշվի առնելով, որ վարկանիշը բարձրանում է և մենք անցնում ենք խորհրդարան, շատ են տարածում հսկայական կերպ տեղեկություններ, ապատեղեկատվություն, բացարձակ ապատեղեկատվություն, թե իբր ես հայտարարել եմ, թե ընտրություններից հետո մենք միանալու ենք ԿՊ-ին կամ իրար հետ իշխանություն ենք ձևավորելու։ Ես ուզում եմ ասել, դա բացարձակ կեղծիք է։ Մենք Նիկոլ Փաշինյանին երբեք չենք ընտրելու վարչապետ և ԿՊ-ն Հայաստանում չի կարող լինել իշխանության։ Սա մեր հստակ միանգամայն որոշումն է։ Մենք, ինչպես մեր ժողովուրդն է ասում, պահելու ենք մինչև վերջ մեր ձայները։ Դրանք չենք տալու ուրիշի, չենք վաճառելու։ Մենք նաև համարում ենք, որ մենք չենք ընտրելու և որոշումը կայացրել ենք, որ մենք չենք ընտրելու նաև վարչապետ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Սամվել Կարապետյանը չի կարող ունել սահմանադրական արգելքների պատճառով։ Մյուս բոլոր որոշումները մենք կայացնելու ենք Հայաստանի ազգային շահերից ելնելով և առաջ ենք տանելու իմ տեխնատություն։ Կան ուժեր, որոնք ասում են, ով շատ ձայներ ստանա, նա էլ առաջադրելու է տեխնատու։ Մեր որոշումը հետևյալն է, որ իրականում պետք է հիմք ընդունել Հայաստանի ազգային շահերը, անվտանգության շահերը և նոր դրա հիման վրա որոշում կայացնել։ Եվ մեկ կարևոր բան, երբեք չի լինելու այնպիսի իրավիճակ,
որ մեր պատճառով Հայաստանում իշխանափոխությունը տապալվի, բայց դա պետք է համապատասխանի Հայաստանի ազգային շահերին, Հայաստանի անվտանգությանը, մեր երկրի պետական շահերին։ Ժողովուրդ, հիմա նաև շատ են մարդկանց ճնշում, վախեցնում են։ Ես հատուկ ուզում եմ ասել, ես եղել եմ ձեր իրավունքների պաշտպանը։ Ես հիմա հանձնարարում եմ լինել Հայաստանի իրավունքների պաշտպանը ու հատուկ ասում եմ. ոչ մեկից չվախենաք, չճնշվեք, չնեղվեք հանդարտ, ժողովուրդ ջան, բոլորիդ պաշտպանելու ենք ես, մեր թիմը, մենք բոլորով ենք իրար պաշտպանելու, թեև ու թիկունք ենք լինելու։ Քվեախցիկում միշտ հիշեք, դուք ամենաուժեղն եք, ամենահզորն եք, քվեախցիկում երբ քվեաթերթիկը գցելու եք, քվեակուպի մեջ հետո, դուք այդ պահին իրացնում եք ձեր իշխանությունը, բարձրագույն իշխանությունը պատկանում է ձեզ այդ պահին, բարձրագույն, դուք այդ իշխանության կրողն եք, եւ այդ պահին ես անընդհատ հատուկ ասում եմ, որ մեր քաղաքացիները հստակ այս գիտակցությունը լինի, որ մենք ենք որոշում մեր երկրի ապագան, դրա համար ես ձեզ խնդրում եմ, որպեսզի գնանք ընտրության, մեր քվեաթերթիկը համար 6-ն է, մեզ համար շատ կարևոր է երկրի ազգային շահերի պաշտպանությունը, հայոց ազգային ինքնության պահպանումը, բայց միևնույն ժամանակակից պետության կառուցումը, որտեղ երիտասարդությունը հզոր դեր ունի, որտեղ երիտասարդ առաջնորդություն կա, որտեղ նոր առաջնորդություն կա, եւ որտեղ աշխատում են հանուն պետության։ Մենք նաեւ այստեղ պետք է փոխենք տրամաբանությունը։ Ոչ թե մարդն է աշխատում պետության համար, այլ պետությունն է աշխատում մարդու համար եւ միջև վերջ։ Մի կարևոր հարց է, տեսեք դուք երբ ընտրություն կատարելիս լինեք, ժողովուրդ ջան, խնդրում եմ քվեարկեք, մտածեք հետեւյալ ձև, ով կարող է մեր երկրի հարցերը լուծել։ Ամենակարևորը, ով է պետությունից հասկանում։ Ես ապացուցել եմ պետական աշխատանքով, որ կարող եմ լուծել պետության հարցեր ամենաբարձր իրավիճակներում, երբ պատերազմի ժամանակ մենք սահմաններում էինք մեր թիմով, հիշեցնել եք, ապացույցներ էինք հավաքում, ոչ ոք չէր հավատում, որ դրանք արդյունք կտան, ոչ ոք, բայց այսօր միջազգային դատարանները հերմեղված են հենց մեր գործերով, միջազգային դատարաններում այդ գործերը կան, այսօր նրա շնորհիվ, որ ժամանակին աշխատել ենք, ապացույցներ ենք ներկայացրել, նրա շնորհիվ, որ գիտենք պետությունն ինչպես է աշխատում։ Նաև մեկ բան է, ինձ հետ կապված մի կարևոր բան եմ ասում, սա վերաբերում է նաև մեր ամբողջ թիմին։ Ես չունեմ կապվածություն որևէ երկրի հետ, որևէ օտար պետությունում ես չունեմ կախվածություն, ես չունեմ կախվածություն անձնական, ոչ մի գործնական, ոչ մի կախվածություն չունեմ, ես չունեմ կախվածություն Ռուսաստանի, ես չունեմ կախվածություն Ամերիկայի, Եվրոպայի, առավել ևս Ադրբեջանի, ինչ երկիր ուզում եք վերցրեք։ Ինձ համար կարևորը Հայաստանի ազգային շահերն են, մեր երկրի ազգային շահերը։ Ժողովուրդ ջան, ես ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել, մի փոքր լավ չէր լսվում։ Ընտրությունը կատարելիս խնդրում եմ նաև մտածեք, ով մեր պետության համար կարող է խնդիրներ լուծել, ով չունի կախվածություն որևէ մեկից, որևէ օտար պետությունից։ Ես երաշխավորված հատուկ ասում եմ, ոչ ես, ոչ մեր թիմը, չունենք կախվածություն, չունենք կապվածություն որևէ օտար պետությունից։ Դրա համար եմ ասում, որ մեր այս ընտրությունները մեր համար են, ոչ թե պետք է այս ընտրություններում նայենք, թե ինչ օտար ուժ է ուզում, որ մեր երկրում իշխանության գա, այլ թե որ պետությունն է ուզում ունենա իր մարդը Հայաստանում, այլ մենք ինչ ենք ուզում, Երևանը ինչ է ուզում, մեր մյուս քաղաքները, Գյումրին, Վանաձորը, Կապանը, Գավառը, մեր մյուս քաղաքները ինչ են ուզում, սա է կարևորը, որովհետև եթե հանդարտ մենք ղեկավարվեցինք նրանով, թե ինչ են ուզում ուրիշները, մեզ միշտ զոհաբերելու են այդ երկրները իրենց շահերի համար։ Դա բնական է, որովհետև եթե դու ամեն մի երկիր իրանն է փորձում առաջ տանել, եւ ամեն մի երկիր հետո նույն այդ ուժի միջոցով էլ իր շահերը առաջ է տանելու, եւ միշտ մեզ էլի զոհաբերելու են։ Դրա համար խնդրում եմ, որպեսզի քվեարկությունը կատարենք առանց վախերի, հանուն մեր պետության, առանց որևէ ուրիշ պետության մասին մտածելու, եւ գիտեք մի բան եմ ուզում ասել։ Մենք իսկապես ունենալու ենք կարող եւ մենք կարող ժողովուրդ ենք։ Մեր հենց մի հատ տեսեք ամբողջ աշխարհում մենք կարևոր ուղերձներ ունենք հասցնելու մեր Սփյուռքին։ Ես մեր Սփյուռքին հատուկ ասում եմ,
Ես ձեր արժեքը մեր թիմը շատ լավ գիտի։ Մեր թիմի մեջ կան նաև սփյուռքահայեր։ Տեսեք, Սփյուռքի հետ մեր կապը, մեր կամուրջը երկկողմանի է։ Առանց Հայաստանի չկա Սփյուռք, իսկ առանց Սփյուռքի գոյություն չունի Հայաստան եւ շատ թույլ է մեր երկիրը, տկար է լինելու։ Ինչպես որ այսօր է։ Խնդրում ենք նաև նկատի ունենալով, որ Սփյուռքը մենք հստակ գիտակցում ենք, որ Սփյուռքի նկատմամբ վերաբերմունքը եղել է հենց ամենասկզբից շատ սխալ։ Մեր Սփյուռքը ոչ թե գումար տվող է, այլ Սփյուռքը նաև նրանք մեր ժողովուրդն են, մեր հայրենակիցներն են, որոնք շատ ավելի ուրիշ կերպ կարող են նպաստել մեր երկրի զարգացմանը, մասնագետներով, գիտելիքով, կարողությունով, աշխարհի բոլոր պետություններում գրեթե մենք ունենք մեր հայրենակիցներին, մեր հայերին, ուժեղ, որոնք կարող են իսկապես կարող են, եւ նրանցից վստահ եմ, որևէ մեկին է, որ մենք դիմենք, առանց որևէ բանի կգան եւ մեզ կնստեն մեր կողքը կօգնեն, որպեսզի մենք մեր երկիրը զարգացնենք։ Ոչ միայն գալու, այլ իրենց այն երկրներում, որտեղ ապրում են, այնտեղ էլ նույն աջակցությունը կցուցաբերեն։ Ժողովուրդ ջան, ես նաև ուզում եմ մի կարևոր բան ասել։ Մեզ համար, մեր քաղաքական ուժի համար շատ կարևոր տեղ ունի երիտասարդությունը։ Մեզ համար, ինձ համար կոնկրետ կրթությունը, երիտասարդությունը առանցքային նշանակություն ունի։ Մենք ամենաշատ ուշադրություններից մեկը դարձնելու ենք մեր երիտասարդությանը, կրթությանը։ Ամեն ինչ պետք է լինի արդար։ Մենք մեր թիմով շատ ունենք մարդիկ, որոնք ամեն ինչի հասել են, բարձր արդյունքների են հասել իրենց գիտելիքով, կարողությունով, եւ մենք երբեք չենք ընդունելու, որ Հայաստանում երիտասարդ լինի, կամ որևէ մեկը մեր երեխեքը, որոնք կրթություն չստանան, նրա համար, որ Եվ մենք չենք ընդունի երբեք, որ գիտելիքը, կարողությունը տեղ չունենա, այլ որ գիտելիք ու կարողություն ունեցող երիտասարդը հանդարտ կրթություն չստանա։ Մեզ համար դրանք շատ կարևոր սկզբունքային հարցեր են։ Մի կարևոր հարցեր եմ ուզում քննարկել ձեզ հետ։ Նայեք, մեր գլխավոր խնդիրներից մեկը անվտանգությունն է, ապահովությունը։ Ինձ համար դրանից վեր ոչինչ չկա մեր պետականության համար։ Տեսեք, մենք ունեցանք այդ փորձը, չէ՞։ Երազխի գործարանը այս իշխանությունը բերեց երազքում գործարան էր դնում։ Ադրբեջանական կողմից կրակոցներ եղան, եւ այդ գործարանը միանգամից տեղափոխեցին ինչի, որովհետեւ կարևոր է որպեսզի անվտանգություն լինի, որտեղ անվտանգության համակարգ չկար։ Այս դա է շատ կարևոր։ Մենք հետո պետք է ունենանք Ժողովուրդ ջան, ամուր, հզոր բանակ։ Որևէ մեկը չի կարող մեզ մեղադրել նրա մեջ, թե մենք մեր բանակն ենք հզորացնում։ Մեր զինվորականները, մեր հերոսները ոչ թե մեզ համար սոցիալական վեր պետք է լինեն, այլ պետության հենասյուներն են։ Այ տրամաբանությունը նորից փոխենք։ Մենք միշտ պետք է փոխենք տրամաբանությունը։ Յուրաքանչյուր բնակավարում մենք պետք է փոխենք տրամաբանություն։ Մենք մեր երիտասարդների մեջ ներդրումներ պետք է անենք։ Կրթություն, բոլոր մյուս հարցերում։ Էլի փոխում ենք տրամաբանությունը։ Ինչու ենք շատ մեծ ներդրում անում։ Որովհետև մենք դարձյալում ենք, մեծացնում ենք ապագա սիմվոլ, ուսանողը բժիշկն է, մանկավարժը, այս է շատ կարևոր է։ Մեզ համար նաև կարևոր նշանակություն ունի Ժողովուրդ ջան, մեր երկրի, մեր պետականության համար անվտանգությունը, բանակը, աշխատանքը, կրթությունը։ Եթե մենք այս ամենը չկարողացանք ապահովել, մենք չենք կարողանալու ապահովել մեր ապագա մեր ժողովրդի համար։ Եվ մի բան էլ ասեմ, նայեք, այսօր աշխարհաքաղաքական տարբեր հարցեր, ուղղություններ շատ է քննարկվում։ Այնպես է ստացվել, որ մեր երկիրը կախվածության մեջ է, միակողմանի կախվածության մեջ է օրինակ Ռուսաստանից, եւ դա մեզ համար վատ է, որովհետեւ անընդհատ կիրառում են սանկցիաներ եւ հնարավորություն ունեն նաեւ ճնշումներ գործադրելու։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որևէ մի երկրից Հայաստանը պետք է կախված չլինի։ Ընդհանրապես ոչ մի երկրից պետք է կախված չլինի Հայաստանը։ Եվ մենք գնալու ենք այդ կախվածությունը նվազեցնելու ճանապարհով։ Նաեւ ժամանակակից աշխարհի հետ հարաբերությունները զարգացնելու ճանապարհով այստեղ մի կարևոր բան։ Այնպես ենք անելու, որ այդ երկրները մեր զարգացման մեջ սպառնալիքներ չտեսնեն, իրենց շահերի հակադրությունը չտեսնեն այդտեղ, որ հակառակը իրենց մենք ունենանք ոչ թե հակասությունների կետ, այլ համագործակցության, համադրության կետ։ Մեզ համար այս ամենը մեր երկրի զարգացման կայունության համար շատ կարևոր է։ Եվ ի վերջո մենք ամեն ինչի հիմքում պետք է դնենք քաղաքացու, մարդու արժանապատվությունը։ Ժողովուրդ ջան, դուք
գնացեք ընտրատեղամասեր խնդրում եմ, կատարեք ձեր քվեարկությունը, հատուկ նայեք, խնդրում եմ ես ձեզ, թե ով կարող է մեր երկրի վերաբերյալ որոշումներ կայացնել, ով ձեր երեխեքի վերաբերյալ կարող է ճիշտ որոշումներ կայացնել, ով է հասկանում պետությունից, պետական կառավարումից, ես երաշխավորված եմ ասում, որ դուք երբեք չեք փոշմանի, նրա համար, որ մեզ եք քվեարկել, երբեք ձեր գլուխները չեք կախի, երբեք չեք ամաչի, որ նրա համար, որ մեզ եք քվեարկել, մեզ համար դա ունի արժեքային նշանակություն։ Եվս մեկ կարևոր բան, դուք խնդրում եմ հանգարտ չնեղվեք որևէ բանից, որովհետև քվեարկությունը գաղտնի է։ Չի կարող ոչ ոք վերահսկել քվեարկությունը, որքան էլ որ ձեզ ասեն, թե քվեարկությունը գաղտնի չէ, քվեարկությունը գաղտնի է, ոչ ոք չի կարող վերահսկել քվեարկությունը։ Խնդրում եմ կատարեք ձեր քվեարկությունը, ոչ թե վախերից ելնելով անհանուն մեր երկրի։ Մեր քվեաթերթիկը 6-րդ համարն է։ Մենք միշտ մեր ժողովրդի հետ ենք լինելու պաշտպանելու եւ այդ պահին, երբ դուք քվեարկությունն եք կատարում, միշտ մտածեք, որ դուք իշխանությունը ձեզ է պատկանում։ Դուք այդ պահին իրացնում եք այդ իշխանությունը եւ դուք եք որոշում, ամեն մեկս պատասխանատվություն ունի, թե ինչ ղեկավարներ են մեզ պետք։ Մենք չենք ուզում երկրի ղեկավար, որ կանգնի քաղաքացու վրա գոռա, հենց Արարքին համայնքում էր տեղի ունեցել։ Քաղաքացու վրա գոռա, ես երբեք չեմ պատկերացնում, ես երբեք ինչ չեմ պատկերացնում, ես եղել եմ բարձրաստիճան պաշտոնյա, սահմանադրական պաշտոն եմ զբաղեցրել։ Երբեք ես հանկարծ մտածեի քաղաքացին գա, անգամ ես ուզում եմ, եթե ճիշտ լինեմ, քաղաքացին սխալ լինի։ Ես երբեք ինձ թույլ չեմ տա գոռալ քաղաքացու վրա, մունատ գալ քաղաքացու վրա, որովհետև այդ քաղաքացու կյանքը բարելավելու համար եմ ես աշխատում, որովհետև տրամաբանությունը փոխում ենք, որովհետև պետությունն է աշխատում մարդու համար, այլ ոչ թե մարդը պետության համար։ Սրանք շատ կարևոր արժեքային, շատ կարևոր սկզբունքներ են։ Պետական պաշտոնյան պարտավոր է դրսևորել բարեվարկ, հարգալից վարքագիծ, քաղաքացու նկատմամբ։ Այսօր հենց տեսեք, երեկվա բանավեճը, կառավարության ղեկավարը ինչ ասում է, այսօրվա խոսում է բանակի մասին։ Ինձ համար մարդը, եթե ով կանգնում է զոհվածի մոր վրա գոռում է, քաղաքացու վրա գոռում է, ինձ համար այդ մարդը վերջացած մարդ է, որովհետև ինձ համար կան կարմիր գծեր, եթե ես խոսում եմ զոհվածի մոր հետ, խոսում եմ քաղաքացու հետ, ես իրավունք չունեմ այդպես պահել, անգամ այս կարգավիճակում, որ ես այս ժամանակավոր կարգավիճակում չունեմ պաշտոն, մեկը այդպես եմ պահում ինձ, որովհետև պետք է մարդը ճիշտ հասկանա որն է իր առաքելությունը, ոչ թե իր առաքելությունը այդ պաշտոնի վրա փող աշխատելն է, պաշտոն պահելն է, այլ մարդու կյանքը լավացնելը։ Ես երբեք թույլ չեմ տվել ինձ հանգարց որևէ մի ուրիշ ճանապարհի մասին մտածել, ինչի, որովհետև երբ որ դու ունենում ես քո հստակ խնդիրը երկրի համար աշխատելու, այդ խնդիրը միջև վերջ պետք է առաջ տանես, եւ դա շատ ավելին է գնահատվում։ Ես քաղաքացիների վերաբերմունքից եմ զգում, մարդկանց վերաբերմունքից եմ զգում, որքան կարևոր է ճիշտ պահելը, մարդու նկատմամբ ազնիվ լինելը։ Մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է շատ։ Ես շատ շփվում եմ եւ տեսնում եմ, մեր ժողովուրդը շնորհակալ ժողովուրդ է։ Մենք պետք է գնահատենք սա, ուղղակի տարիներ, անընդհատ տարիներ մեր ժողովրդի խաբել են։ Խոսք են տվել չեն կատարել, խոսք են տվել չեն կատարել, 35 տարի, 35 տարվա անարդարություն կա մեր ժողովրդի նկատմամբ։ Այս է կարևորը։ Այս է կարևորը, որ մենք 35 տարիների այս կապանքներից պետք է դուրս գանք, այս անարդար վիճակից, որովհետև ամեն մի ժամանակահատվածում մի խնդիր եղել է, իհարկե հիմա շատ ավելի ձախողված է, եւ սա մեզ տեղ չի տանում որևէ, սա այս քաղաքականությունը, որ կա, իսկապես ամբողջությամբ աշխատում է մեր պետության դեմ, մենք երեք նաեւ դա ցույց տվեցինք։ Մենք հետո տեսեք մի բան էլ ասեմ կարևոր, բոլորը այսօր մեր ժողովրդին վախեցնում են։ Ով ասես վախեցնում է, մեկը պատերազմով է վախեցնում, մեկը գործից ազատելով է վախեցնում, մենք տալիս ենք լուծումներ, ես տալիս եմ կոնկրետ լուծումներ, մեր թիմով, մենք ասում ենք չվախենաք հանգար ժողովուրդ ջան, մենք ասում ենք չնեղվեք հանգար ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է լինելու, լուծումներն էլ կան, եւ Հայաստանը պետք է պատասխան տվող ունենա, Հայաստանը պետք է ունենա իշխանություն, որը կարողանում է պատասխան տա, որի շնորհիվ քաղաքականության շնորհիվ մեր պետության, մեր ժողովրդի մեջքը ուղղելու ենք, ու մենք դա անելու ենք, մեր քվեաթերթիկը համար 6-ն է։ Խնդրում ենք քվեարկել մեր օգտին, որովհետև միայն այսպես մեր ծրագրերով կարող ենք իսկապես հասնել հաջողության մեր պետության համար, որտեղ մենք չունենք կապվածություն որևէ
օտար պետության հետ։ Մենք իսկապես անկախ ենք։ Այս նախկին ներկա այս բանդակից էլ դուրս ենք։ Մենք պետք է այնպես անենք, որ այս արատավոր շղթան կտրենք, որ ոչ թե խոսենք, որենք անցյալը, տեսենք խնդիրները, այլ մենք առաջ գնանք, զարգանանք եւ այո, ով էլ խախտումներ է թույլ տվել անօրինականություններ, պետք է ենթարկվի պատասխանատվության։ Եվ վերջում խնդրում ենք քվեարկությունը գաղտնի է մեր օգտին, 6-րդ համարի օգտին եւ երաշխավորում ենք նաեւ այն բոլոր ծրագրերը, որոնք մենք նախատեսել ենք մինչեւ վերջ իրականացում։ Ու որևէ անգամ հանկարծ չվախենակ, չնեղվեք։ Մեր բոլոր քաղաքացիները լինելու են մեր ուշադրության ներքո, անձամբ մեր բոլոր թիմակիցների, ու մենք երկիրը զարգացնելու ենք մեր ամբողջ ժողովրդով, ոչ միայն հենց միասնության թևերի, այլ ամբողջ ժողովրդով, որովհետև մենք թև-թևի եթե չեղանք, իրար թև-թիկունք տված, մենք չենք կարողանա հասնել, այս պարակտված վիճակից պետք է դուրս գանք, եւ մենք ունենանք իշխանություն, որ իսկապես մտածում է ժողովրդի եւ պետության մասին։ Քվեատերտիկ համար Քվեատերտիկ համար Քվեատերտիկ համար Քվեատերտիկ համար Քվեատերտիկ համար Միասնության 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 Արտարությունը 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 Հայաստանի տեխնացուարման Հայաստանի տեխնացուարման Հայաստանի տեխնացուարման Քվեատերտիկ համար 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 Քվեատերտիկ համար